Բնակիչներ Հայաստան խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկում էինք քրեական օրենսգրքի գործող 136-րդ հոդվածը, որը վերաբերում է ցեղասպանություններին եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելուն, արդարացնելուն, դրանք քարոզելուն կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու կարգավորումները փոփոխել, ավելի հստակեցնելու նպատակով ոչ միայն այս հանցագործությունների կոնկրետ սուբյեկտավորումով, այլ նաև հստակեցնելով այն իրավիճակները, երբ որ այս արարքը անվերապահորեն կառաջացնի քրեական պատասխանատվություն։ Մեր համար հիմք էր հանդիսացել ոչ միայն փաստացի վիճակագրական տեղեկատվությունը, որ այս հոդվածով որևէ անգամ երբևէ քրեական վարույթ չի նախաձեռնվել, թեև բազմաթիվ են եղել դեպքերը, փաստերը, երբ որ հայոց ցեղասպանության հերկման, արդարացման, մեղման ուղղությամբ հայտարարություններ են հնչել հրապարակային։ Բայց նաև երկրորդ կարևոր պատճառը նա է, որ այսօր ներկա պայմաններում, երբ իրավական կարգավորումները հատկապես չափազանց կարևոր են, որպեսզի որևէ արարքի բնութագրում տրվի ճշգրիտ, շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք թե հայոց ցեղասպանությունը, թե Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունները եւ թե նաեւ միջազգայինորեն ճանաչված ցեղասպանությունները արդարացնողների նկատմամբ կամ այն դրա բացասական ազդեցությունը նվազեցնելու հրապարակային հայտարարություններ կատարողների նկատմամբ իրականացնենք քրեական հետապնդում, որովհետև առաջինը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման առանցքային խնդիրը եղել է հայ ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչը։ Երկրորդ հանգամանքը նա է, որ հատկապես Արցախում էթնիկ զտումների տեսքով իրականացված ցեղասպանության եւ նաեւ դրա միջազգային ընկալումների տեսակետից չափազանց կարևոր է, որպեսզի նաև այս ուղղությամբ մենք կարողանանք հստակ իրավական կարգավորումներ առաջարկել։ Ելնելով այս հանգամանքներից, առաջարկել ենք, որպեսզի այս հոդվածը վերափոխվի եւ դառնա ավելի պրակտիկ, ավելի գործնական։ Մենք ունենք անշուշտ կառավարության բացասական եզրակացությունը, որին վստահ եմ ժամանակ կլինի դեռ անդրադառնալու, ինչպես նաև փորձագիտական վարչության ազգային ժողովի տեսակետը, միանգամից ասեմ, որ մի շարք առաջարկներ մենք պատրաստ ենք նաև առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում քննարկել եւ իրացնել։ Կարծր չի այս պահին գոնե մեր դիրքորոշումը։